Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը արդեն 5 տարի է Հայ օգնության ֆոնդի ֆինանսավորմամբ Գյումրիում եւ ոչ միայն իրականացնում է մի շարք ծրագրեր, որոնք ուղղված են հեռահաղորդակցման ոլորտի զարգացմանը եւ նորագույն տեխնոլոգիաների ներդրմանը։ Կենտրոնը 2009 թվականից համագործակցում եւ համատեղ մի ծրագիր է իրականացնում Հայ կրթական հիմնարկության հետ։ Ծրագրի նպատակն է Շիրակի, Լոռու եւ Ղարաբաղի մի շարք դպրոցների ինֆորմատիկա առարկայի ուսուցիչներին վերապատրաստել համակարգչային ճարտարագիտություն եւ օպերացիոն համակարգեր առարկայից։ Ծրագրի առաջին փուլը մեկնարկել է 2009 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին։ Այս ընթացքում վերապատրաստում են անցել Շիրակի մարզի Իսահակյան գյուղի 2 ուսուցիչներ։ Ծրագրի համաձայն դասընթացները ֆինանսավորում է Հայ կրթական հիմնարկությունը։ Իսկ կազմակերպչական աշխատանքները ղեկավարել է Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը։ Մասնավորապես վերապատրաստման դասընթացները անցկացրել են կենտրոնի մասնագետները։ Այս տարի ծրագրի երկրորդ փուլում ընդգրկված են ոչ միայն Շիրակի, այլև Լոռու մարզը եւ Արցախը։ Նպատակ կայանում է նրանում, որ ներկայումս Հայաստանի տարբեր մարզերում եւ հատկապես գյուղերում այն շրջանները, որոնք որ հեռու են կենտրոնից եւ որոնք որ անջատված են, այսպես ասած, այդ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտից առանձնացված են, շատ մեծ նվիրատվություններ են ստանում համակարգչային լսարաններ, լաբորատորիաներ։ Սակայն այնքան էլ այնպես չէ, որ այդ համակարգչային լաբորատորիաները օգտագործվում են իրենց նպատակին, դա գալիս է նրանից, որ այդ դպրոցները ունեն մասնագետների պակաս եւ շատ հաճախ նրանից, որ այդ դպրոցներում, ինչպես մեր հետազոտությունը ցույց տվեց, աշխատում են ոչ թե մասնագետներ, հենց ինֆորմատիկայի մասնագետներ, այլ օրինակ գրականության ուսուցչուհին համատեղության կարգով դասավանդում է նաև համակարգիչ եւ ինքը նույն այդ ուսուցիչը պատկերացում չունի, թե ինչ է ասել համակարգչային ճարտարագիտություն, օպերացիոն համակարգ եւ ծանոթ չէ դրան հարակից այլ ոլորտներին։ Հայ կրթական հիմնարկության նպատակն էր այդ ուսուցիչներին վերապատրաստել նեղ մասնագիտական զուտ ինֆորմատիկա առարկայից, որովհետեւ իրենց այդ նվիրատվությունները հետագայում կարողանային ծառայել իրենց նպատակին եւ վերապատրաստված ուսուցիչները իրենց գիտելիքները ներդնեին արդեն ուսումնական process-ում եւ գործնականում սովորեցնեին իրենց աշակերտներին։ Մինչև այժմ ֆինանսավորողները գոհ են ծրագրի ընթացքից եւ իրենց ներկայացվող պարբերաբար քննությունները եւ արդյունքները իրենք գնահատում են բավարար։ Լոռու մարզի ուրեմն 12 գյուղ ներգրավվեցին ծրագրում։ Մենք Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը իրականացրեց կազմակերպչական մասը։ Մենք տարածք վարձակալեցինք Վանաձոր քաղաքում 12 համակարգիչներով GS համակարգչային կենտրոնի օգնությամբ։ Մեր շրջանավարտ մասնագետներին գործուղեցինք Վանաձոր քաղաք եւ այդ ծրագիրը, որ տևեց 8 շաբաթ, նախատեսված էր համապատասխանում էր ինֆորմատիկայի դասակարգի ծրագրին, այսինքն այն, որը որ ընդունված է Հայաստանի Հանրապետության կրթության նախարարության կողմից, սակայն ավելի շեշտադրված էր գործնական ուսուցումը։ Ուսուցիչները իրենք ինչ որ տեսականում անցնում էին, ավելի մեծ ժամանակահատվածում կիրառում էին գործնականում, աշխատում էին հենց համակարգիչների հետ։ Ծրագրի ավարտից հետո մեր կենտրոնը տվեց վկայականներ, հավաստագրեր։ Այն ժամանակ փողը չկար, ֆինանսապես սուղ էր, համակարգիչներ չի եղել, դասատուները չեն օգտվել համակարգիչներից, չգիտեն ինչ է համակարգիչը, դրա պատճառով մենք եկել ենք գոնե փորձենք օգտվել սովորեցնենք այս մարդկանց, որ կարողանան իրենց աշակերտների հետ աշխատել։ Տեխնիկապես գիտելիքներով երևի կարելի ասել թույլ են, բայց մեծ ցանկություն ունեն ու մեծ ընդունակություններ ունեն, շատ շուտ սովորում են։ Բացատրվել է ուսուցիչներին համակարգչի կառուցվածքը, օպերացիոն համակարգերի մասին ենք խոսել եւ ալգորիթմների ու երկուական 16-ական համակարգերի մասին։ Արդեն սովորեցինք տեքստ հավաքելը, Excel-ում մաթեմատիկական գործողություններ կատարելը։ Այս դասընթացները մեզ բավական են կօգնել դասավանդման ժամանակ։ Աշխատում ենք Excel ծրագրի մեջ, փորձում ենք բջիջները միացնել, տեքստեր գրել, հասկանալ էությունը։ Կենտրոնի կազմակերպած դասընթացները օգնում են, որպեսզի դասերը կազմակերպվեն ավելի մատչելի ու ավելի հետաքրքիր։ Ծրագրի շրջանակներում մասնակիցները անհրաժեշտության դեպքում ստանում են նաև համակարգչային տարրական գիտելիքներ, քանի որ շատ գյուղերում ինֆորմատիկա առարկան համատեղության կարգով դասավանդում են, ասենք, գրականության կամ կենսաբանության մասնագետները, ովքեր համակարգչային գիտելիքների լիարժեք չեն տիրապետում։ Վերապատրաստման դասընթացների ծրագիրը կազմվում է համապատասխան Հայաստանի Հանրապետության կրթության նախարարության հաստատած ծրագրով եւ համաձայն այն դասագրքերի, որոնցով դասավանդվում է դպրոցներում։
Ծրագրի ավարտից հետո շնորհիվ Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի բարձրակարգ մասնագետների մասնագետները ամբողջությամբ տիրապետում են համակարգչային մի շարք ծրագրերի։ Հաշվի առնելով ծրագրի նախորդ փուլերի հաջողությունը, արդեն մեկնարկել է ծրագրի երրորդ փուլը։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության միջնորդությամբ ծրագրի պատասխանատուները Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի մասնագետները Արցախում հանդիպել են Արցախի կրթության նախարարի հետ, ով պատրաստակամություն է հայտնել աջակցել ծրագրի իրականացմանը։ 2010 թվականի նոյեմբերի 1-ին նույն ծրագիրը նաև մեկնարկեց Ստեփանակերտ քաղաքում։ Մինչև ծրագրի մեկնարկումը մենք հանդիպումներ ունեցանք Արցախի կրթության նախարարի եւ տնտեսական զարգացման նախարարների հետ։ Մենք Արցախում տեսանք ողջավորվածություն, ծրագիրը ողջունվեց եւ իրենք պատրաստակամ էին աջակցել Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի եւ հայ կրթական հիմնարկությանը համատեղ իրականացնել ինֆորմատիկայի ուսուցիչների վերապատրաստում։ Փառք Աստծո, Արցախում Ստեփանակերտում մենք գտանք լավ կահավորված համակարգչային լսարան, որ արդի տեխնիկայով էր հարուստ, Արցախի պետական համալսարանում էր, այնտեղ մարդիկ ավելի ողջավորված ընդունեցին ծրագիրը եւ չնայած հեռավորությանը մենք կարողացանք հաջող մեկնարկել։ Այժմ մեր երկու մասնագետները, ծրագրավորման ոլորտի երկու շրջանավարտ մասնագետներ ապրում են Ստեփանակերտում եւ սովորեցնում են 12 վերապատրաստում են 12 դպրոցների ինֆորմատիկայի ուսուցիչների։ Ստեփանակերտում վերապատրաստման ծրագիրը տևելու է 5 շաբաթ, մինչև սեպտեմբերի 8-ը մեր մասնագետներն ապրելու են այնտեղ եւ ավարտից հետո ծրագրի ավարտից հետո մենք նորից տալու ենք հավաստագրեր։ Ամփոփելով այս ամիսների կատարած աշխատանքները, վստահաբար կարելի է ասել, որ ծրագրի հաջողությունը ապահովված է ոչ միայն քաղաքներում, ուր հիմնականում կենտրոնացված են ծրագրավորման ընկերությունները, այլև հեռավոր գյուղերում։ Համագործակցության շրջանակներում Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնն ու հայ կրթական հիմնարկությունը առաջիկայում ևս կիրականացնեն նպատակաուղղված այլ ծրագրեր։ Ծրագիրը շատ կարևոր դեր եւ նշանակություն ունի եւ դա գնահատվում է Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի կողմից, չնայած մեր ամբողջ ծրագիրը ֆինանսավորվում է Հայ օգնության ֆոնդի կողմից, մենք միշտ նպատակ ենք ունեցել նաեւ լրացուցիչ համայնքի զարգացման ծրագրեր անել եւ այստեղ մեր համար շատ գնահատելի է հայ կրթական հիմնարկության ներդրումը, որ իրենք տեսնելով այդ մասնագետների առկայությունը մեր կենտրոնում կարողացան նպատակին ծրագիր առաջարկել եւ այդ ռեսուրսները օգտագործել ի նպաստ համայնքի զարգացման եւ ի նպաստ հենց կոմպյուտերի համակարգչային այդ ուսուցիչների վերապատրաստման։